Հարցարացի շնորհակալ։ Են ամեն ինչ որոշ չափով ընտրարություն։ Հավասարակշռություն կա։ Այսինքն ծրագիր ենք անում։ Այո, այս կյանքի սենյակը, որ Կենցաղային ռեաբիլիտացիա, այսպես է կոչվում, կենցաղային հմտությունները կարողանան վերականգնել իրենց վնասվածքներից հետո վերականգնողական բուժման նպատակը ոչ թե այն է, որ բոլորը քայլեն, այլ իրենց հաշմանդամությամբ կարողանան լիարժեք ինտեգրվել, սայլակով պարել, սայլակով օգնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանան լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Իսկ սա սովորական ստանդարտ բարձրություն։ Ամեն ինչ արված այնպես, ինչպես իրանք ունենալու են կենցաղում։ Հատուկ հաշմանդամի ստանդարտներով։ Հա, հաշմանդամության ստանդարտ։ Սա արդեն խոհանոցային հատվածն է։ Համաչափ շուրջ 200 տուն արդեն հարմարեցված է տղաների համար եւ ծրագրի մաս է կազմում։ 200 բնակարան զուգարաններով, պահանջներով հարմարեցված է արդեն ծրագրի շրջանակներում եւ կառուցվում է նաեւ բալահովիտի հատվածը, որը կառուցում հատկացրեց մահացները։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնի մեքենա ծավի սա տեղավորվում եւ Տեսնել արդեն սովորում եմ ինչպես ինքնին տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի իջեցնել, որպեսզի միանունակ կարողանան աշխատանքի Եվ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավում եւ ամենավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարտական հերթապահություն դուրս ԱԹՍ-ով եւ այլն ամենատարբեր բաներով առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, բայց դա էլ է պետք մի բան պետք է արձանագրել, որ դա մեզ համար բացարձակապես նոր եւ անծանոթ թեմա է։ Այսինքն այստեղ պետք է մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ նաեւ ակնկալվում է, որ ավելի արագ որոշումներ կայացնեն, բայց ինքը բանի համակարգի կարևոր օղակներից մեկն է, եթե իրան ճիշտ բան չմոդելավորենք եւ ճիշտ չտեղադրենք, ամբողջ համակարգի գործունեությունը կարող է խաթարել։ Այսինքն դրա համար այդ խնդիրը առանց չափազանության երկուշաբթի օրը մեր քննարկման, այսինքն այսօր չորեքշաբթի է, երեքշաբթի առաջի օրը։ Մեր քննարկման կարևոր թեմաներից, բայց ասում եմ, այդ խնդիրը մենք ոչ մեկ այդ ունենք փրկարար ծառայությունը, այդ ունենք ոստիկանությունը, այդ ունենք սահմանապահությունը։ Հաստատ կլուծվի, հենց որ շարունակենք դες լավ ֆորմայի մեջ տալ, որ Տարվա ընթացքում դուք ինչքան եք շնորհակալ ենք, դարձած բուժումներով Այսինքն քանի կա, որ տարվա մեջ անպայման գալիս է կրկնվող ես նկատում։ Բոլորային եւ որոշակի վնասվածքների համար դառնալու երկու պատասխան դա կոչվում է պատմական բուժում։ Սիմվոլիկ տալ ֆինանսավորումը քանի տոկոսն է, որ գալիս է պետական տարբեր ծրագրերով եւ քանի տոկոսն է, որ այլ ծրագրերով։ 40-60 ընդհանուր հարաբերակցությունը, մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը։ Որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել, մնացածը եղել է գործառնական, որոնք վճարել քաղաքացիներ, որոնք այսպիսի բուժում Պակիստանային դուրս էին սուտից հետո, ասենք, ավտոավարից, որտեղ մենք երբ որ սկսում ենք համաչափել, սկսում ենք հիմնականում բարեգործականով են ունենում,
Հիմա բարեգործականը գնալով նվազում է եւ ավելի շատ գործառնական է, ինստիտուցիոնալ է գալի եւ կարող է Դա դառնում արդեն ինստիտուտ։ Ինքը արդեն կայացած հիմնարկ։ Ուրիշ բան է։ Ինքը կայացած հիմնարկ։ Ներքևը ինչ։ Էլի ամենից սրա այս է, որ օգտագործում ենք ծանր սարքերի համար, դե աղոթարան սարքեցինք տղաների համար, որ տղաները 24 ժամ կարող են առաստված հատվածում աղոթվածներ, այս հատվածները վերաբերել ամբողջությամբ, այսին շենքում ամբողջությամբ բացի տանիք ամեն արված է։ Միայն բանս է, գործողով վերեց տղաներ, բայց այսօր հաշվի առնելով որ այցը վաղ ամբողջովին մաքրել է։ Նաև այստեղ շատ առանձնահատուկ այլ է լամինար ոսկը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինար ոսկը շատ թանկ է անել, լամինար ոսկով օպերացիաները։ Ամեն HEPA ֆիլտրերով միշտ դրական ճնշում ունի, ընդհանուր առմամբ արվել է 1237 վիրահատություն բացման օրվանից, 24 թվականի մայիսի 60-ը եղավ։ Նստել պասիվ սպասել, ինչպես դուք եք ասում, հայերի բնականաբար շատ գոհ ենք, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ներդրումը անում են բարեգործական Բայց մենք տոկոս է գնալով դա երաշխիք է, որ հիմնակը երկարաժամկետ կայունություն կլինի։ Վաղը մյուս օրը հիմա ինչ որ նկարագրեցիք այդ բոլոր ուղղություններով որ գնա, սա արդյունքում կարող դառնա մեծ ներդրումային նախագիծ իր բոլոր ենթակառուցվածքներով, որը Մենք ուզում ենք հիմա այդ ծրագիրը ներկայացնենք, հիմնականում, որ անգամ կայանացել ենք արդեն, որ կարող ենք արտահանում անել, եւ այդ արտահանման համար ինչը մեզ հրաժեշտ Այս միշտ բացակայել է գալ սոճում։ Ամենից